Այսօր ես ընկերներս եւ փոքրիկ Նաոմին գնում ենք Disneyland եւ մեկ օրով տեղափոխվում մանկություն։ Մեզ սպասվում են հավես ատրակցիոններ, լիքը համեղ Disneyland-յան ուտելիքներ, անսահման ծիծաղ ու անմոռանալի էմոցիաներ։ Վստահ եմ հատկապես Նաոմիի հետ այսօր օրը լինելու է ավելի կախարդական ու անմոռանալի։ Մի խոսքով տեսնենք ինչպիսի արկածներ է մեզ այսօր սպասվում Disneyland-ում։ Գնացինք։ Ուր ենք այսօր գնում դե ասա, ուր ենք գնում Disneyland։ Արդեն մուտքի մոտ ենք գնում ենք Disneyland։ Դու գալիս ես։ Որն ենք նստելու առաջինը։ Հասկացա ես քեզ։ Լիքը տենամ ինչքան ուժեղ ես։ Հələ մի հատ էլ։ Ող ձեռս անխիղճ ես դու։ Ող մի քաշի ականջս ող։ Ծանոթացեք Disneyland-ի վերելակների կոճակների հետ։ Այո, Disneyland-ի նույնիսկ վերելակների կոճակները իրենց մուլտիկի հերոսներով է։ Ողջույն Էդուարդ։ Ես ձեզ հնդկահավի ոտքեր պատիվ կտամ։ Իդեպ Disney-ը հայտնի է իր մեծ հնդկահավի բուդիկներով։ Դուք չեք պատկերացնի ինչ համով է Disneyland-ի հնդկահավի բդերը։ Էնովա եկել, Մեզ միացավ Ռաֆայելը, գնում ենք, մտնում ենք Disney արդեն։ Շատ լավն է։ Ֆլորայանը։ Շատ եմ սիրում այս երկու եղբորը, միշտ այսեն սիրալիր են իրար հանդեպ, իրար շատ են սիրում։ Այսպես պետք է լինեն եղբայրները, օրինակ վերցրեք այս երկու եղբայրներից։ Մինչև ներս մտնելը մեզ այստեղ ստուգում են, որ հանկարծ հետներս վտանգավոր բաներ չտանենք։ Հոմոտը դանակ չունես։ Չէ, հաստատ։ Всё, ուրեմն կարաս ներս մտնես։ Disneyland-ը այնքան մեծ է, որ հիմա պետք է նստենք այսենց ավտոբուս ու այս ավտոբուսը մեզ տանի հասցնի մուտքի մոտ։ Մի խոսքով գնում, տեղ չենք հասնում։ Գնացեք, անցեք։ Շուտ բան անենք։ Առողջություն ձեզ։ Ինչ ես տես նայում ինձ։ Ոնց եմ ուտելու, արա կուլ եմ տալու այդ հնդկահավի բուդի է, շնչելու եմ։ Ատամդ կպտում է ոսկորին սենց մի քիչ ջելոտ, այդի եմ շատ։ Գնացեք, դուրս, բոլորը դուրս։ Վերջապես երկար ճանապարհ գալուց հետո մենք արդեն մուտքի մոտ ենք։ Դզեց, խնդրում եմ միած տեղ նայեք, աշխարհի բոլոր Disneyland-ներում այս տեսարանն է բացվում հենց մուտքի մոտ։ Ամբողջովին ծաղիկներով Mickey Mouse-ն է սարքած։ Նաոմի հավատում ես, մենք արդեն ներսում ենք։ Мы здесь, Naomi, мы здесь. We are here, guys. We are in Disneyland. Now let's have fun. Now let's go get some food, get some turkey leg. Mickey ով ես ուզում։ Ո՞րն ես ուզում։ Հանելու են ռադան են։ Դուք չեք պատկերացնի, թե ինչ սիրուն է ամեն ինչ, ամեն անկյուն, ոնց որ իսկապես Disney մուլտֆիլմից կադր լինի։ Գույները մի հատ նայեք, երկինքը, տնակները, շենքերը, մեր Ռաֆոն բա հələ։ Շնորհակալ եմ։ Հասկանում ես դու ես գեղեցկացնում Disneyland-ը, հա։ Շնորհակալ եմ։ Օրոձի։ Մտեմ հայկական պարեմ։ Ինչ չար ապուշ երեխեքից եմ։ Կամերաս կպչացնես մի արա։ Իսկ դու պատրաստ ես տեսնել Disney-ի պալատը, Նաոմի, այն հսկայական պալատը, հա։ Տեսել ես երբևէ։ Տեսել եմ։ Քանի անգամ ես եղել Disneyland-ում։ 3 3 անգամ։ Նաոմի դու 3 տարեկան ես ու 3 անգամ Disneyland-ում ես եղել։ Համովա։ Կտաս մի հատ էլ ես դպստեմ մի հատիկ, հա։ Տալիս ես։ Բայց ինչ համով էր, վայ։
Ամբողջ Disneyland-ում այսենց հին մեքենաներ ա ժողովուրդ, ինչպես բոլոր Disney մուլտֆիլմներում։ Ինչպես տեսնում եք, իմ հետևում արդեն գտնվում է Disney-ի հանրահայտ պալատը, եւ հենց պալատի առջև գտնվում է Walt Disney-ի արձանը։ Այս մարդն է հիմնադիրը, ինքն է հենց Walt Disney ու ինքն է ստեղծել Disney ասվածը։ Դուք չեք պատկերացնի փոքր ժամանակ ես ինչքան էի երազում ստեղ հայտնվել։ Առաջին անգամ Disneyland-ում եղել եմ, երբ 11 տարեկան էի, ուրեմն վոկալի խմբում էի երգում ու մեր վոկալի խմբով եկել ենք Ամերիկա ու դուք իմ երջանկությունը պետքա տեսնեիք, որ ես առաջին անգամ տեսա Disney-ի այս պալատը։ Աշխարհի ամենասիրուն ու ամենահեքիաթային տեսարանն էր։ Եկեք հենց հիմա գնանք ու պալատի ներսով անցնենք։ Այ մանկություն։ Օրինակ 6 տարեկան Կարոն կերազեր, հիմա ստեղ կանգնած լիներ ու այս տեսարանը տեսներ։ Ժամանակն է մուտ գործելու պալատի մեջ։ Գնանք տեսնենք պալատի ներսը ինչ տեսք ունի, վստահ եմ, որ միշտ քեզ էլ է դա հետաքրքրել։ Ես էլ եմ առաջին անգամ տեսնելու։ Մտնում ենք։ Օրո, պալատի մեջ ենք մտնում։ Մտանք։ Դուք հավատում եք, մենք հիմա Disneyland-ի պալատի մեջ ենք։ Ահա այսպես տեսք ունի Disney պալատի ներսը։ Եկեք շարունակենք բարձրանալ պալատի վերևը, տեսնել թե վերևում ինչ կա։ Օրո, ոնց էր անունը, քնած ինչ։ Քնած գեղեցկուհին, ճիշտ է։ Օրո, այս ինչ է։ Տեսա՞ր ինչ ես։ Պալատի ամեն անկյունում գտնվում է Disney-ի ամենասիրված մուլտֆիլմի հատվածը։ Ահա եւ վերջ։ Պալատից դուրս եկանք։ Պալատի ներսում գտնվում են բոլոր այն նոստալջիկ մուլտֆիլմները Disney-ի, որոնց տակ իմ սերունդը մեծացել է։ Թուրը նայ, պետքա փորձենք հանենք հիմա։ Այս սուրը։ Ձեր չկա պետքա հանեմ։ Չէ, փաստորեն ես թույլիկ եմ։ Բրավ, մենք թույլիկ ենք, փաստորեն։ Չգիտեի։ Մենք գայլուկից չենք վախում, չենք վախում։ Մենք գայլուկից։ Իսկ դուք արդեն գուշակում եք, թե ինչա իմ ձեռքում։ Դուք չեք պատկերացնի ինչ համով է սա, հնդկահավի բուդ։ Խնդրում եմ միած տեղ նայեք։ Ախ, գնացինք։ Ոյ ինչ համով է։ Ուրեմն այսպես փոխում ենք, խնդրում եմ ստեղ նայեք։ Եթե օրից մի օր հայտնվում եք Disneyland-ում, ապա սա պարտադիր պետքա փորձեք։ Հնդկահավի բուդը կերանք վերջացեցինք, այմա իմ տրամադրությունը էլ ավելի է բարձրացել եւ ինչպես տեսնում եք, ես արդեն ունեմ նոր ընկեր, որի հետ էլ գնալու եմ ու նստեմ Disneyland-ում տարբեր ատրակցիոններ։ Այժմ մտնում ենք այս հսկայական սպիտակ պալատի մեջ, որտեղ էլ հայտնվելու ենք հրաշքների աշխարհում։ Իսկ ներս ենք մտնելու այս նավակներով։ Դե ինչ, գնացինք։ Անում մտածենք, ինչ կարելի է։ Կարպուխ։ Օրո, ծովախեցգետնի հիշատակին անունը կդնենք Ստյոպ։ Ստյոպ։ Նով է հիշում Ստյոպին, մի հատ գրեք մեկտավանցիների բաժնում։ Ուր ենք մտնում, Նաոմի։ Մենք արդեն գտնվում ենք տիկնիկների աշխարհում։ Հիմա կտեսնենք, թե ինչքան սիրուն ու հավես բաներ այստեղ կա։ Ողջույն տիկնիկներ, ողջույն։ Ապշած կողքերն է նայում։ Մենք սրա մեջ չեր արևս։ Ախ, մազմա զեբր չեմ ուզում տենամ։ Այ եթինարո գնայի։ Վայ զեբրը։ Ասմա վայ զեբրը։ Պիղը, նամի պիղը, նայ իրինը։ Ստիչը։ Չէ, բայց դու տեսար ով էր։ Դու նկատեցիր, թե ով էր։ Նկատել ես ով էր։ Ստիչը։ It's a small afternoon. Ay, vay, vay, mi ara, dem kiss, vay, vay, vay.
Իշքան երեխա կա Դիսնեյլենդում սաղ տխուր են, արա, սաղ։ Ասենք ես փոքր վաղ հայտնվեի Դիսնեյլենդում, աշխարհի երջանիկը կլինեի։ Այն երեխան iPad-ի մեջ խաղում ա օրինակ։ Հիմիկվա սերունդը չի ուրախանում ոչ մի փոքր բանից։ Ինձ փոքր ժամանակ մի ծամոն էին տալի աշխարհի երջանիկն էի։ Մի հատ ուրախ երեխա չկարա, դուք Դիսնեյլենդում եք երեխեք, Դիսնեյլենդում մի հատ ժպտացեք։ Այժմ կանգնել ենք ու պարադն ենք նայելու Դիսնեյլենդում։ Նամի Միկի Մաուսը նայ։ Միկին եկա Միկի Մաուսը։ Պոպկորն ենք ուտելու։ Պոպկորն ենք ուտելու։ Ես ինչով աղով։ Պաներով։ Չէ, աղով։ Ահով, պոպկորն ենք ուտելու։ Ծանոթ բան է, ծաղրացու է ներսում։ Իդեպ ով է հավանել ծաղրացուների մոտ տելևիզիոն մի հատ էլ գրեք մեկնաբանիչների բաժնում։ Դու արդեն ունես պոպկորն։ Մի օր եմ կնել։ 10-ից ինչքան ես գնահատում պոպկորնը։ Աղելիքով։ Այժմ մենք մուտք ենք գործում Mickey Town, այստեղ ամեն ինչ Mickey Mouse-ի թեմատիկայով է։ Միկի Մաուսի այս քաղաքը ստեղծվել է դեռևս մեր թվարկությունից առաջ 670-ական թվականներին, երբ որ Արշակ II-ը գալիս է գահակալման եւ փորձում է գրավել Միկի Մաուսի այս թաղամասը։ Միկի Մաուսը բարկանում է, թե Արշակ II-ը սխալ է անում, սա իմ տարածքն է եւ ներս է գալիս Մինի Մաուսը։ Մինի Մաուսն էլ ծիպուկ կինեակ, բայց այնիշ տարծվում է, որ Մինի Մաուսը դավաճանում էր Միկի Մաուսին շապուհի հետ։ Բայց ի՞նչ ավեսը։ Սաղ ջուր եղավ։ Սաղ շանվարը ջուր եղավ։ Սաղ ջուր է մի արա հերիքա։ Մի արա։ Հիմա ես եմ քեզ։ Մի արա հերիքա։ Ուրա այս փոքրիկի ծնողը, ուրա։ Ծնողը չեք։ Ստյոպներ է թրջով այ։ Հիմա ասենց ջրով ոնց են գնալու։ Բա ով գիտի։ Բա ով գիտի ուր այս երեխայի մայրիկը։ Մայրիկը չի եկել այսօր։ Լավ խաղացինք ջրոցի։ Ընթոնվա։ Հիմարությամբ զբաղվեցիր։ Ասմա։ Ես էլ քո Մինի Մաուսի տունը։ Եթե դիտել ես Միկի Մաուսի մուլտֆիլմը, ապա երևի կհիշես, որ հենց սա է Միկի Մաուսի իրական տունը։ Այժմ ուր ենք մտնում մենք։ Միկի տուն, այո, գնացին։ Քանի որ Նաոմին հոգնած է, Նաոմին է պարկելու Մինիի կրավաթին, չէ։ Ես եմ պարկելու Միկի կրավաթին։ Yes, yes։ Լավ, Ստյոպիկն է պարկելու, Ստյոպիկը։ Կամել։ Միկի կառավատը կա ներսում։ Գնացին, արի։ Միկի տուն ենք մտել։ Ես էլ եմ ուզում պարկեմ։ Քսվում ես արա։ Ամեն ինչ նենց է ոնց որ իրական Մինի Մաուսի մուլտֆիլմում։ Եկեք ուրիշ բան ցույց տամ։ Մուլտֆիլմում էլ է նույն ձև այսենց։ Դրանցով ստեղ նայեք։ Միացնում են գազը եւ Այժմ եկեք տեսնենք Մինի Մաուսի սառնարանը։ Օյո, բանի էլ է։ Սոկը բա։ Մեկին մեկ մուլտիկի պես է սաղ։ Ոնց որ ես Միկին լինեմ պարկած։ Այո, լրիվ Միկին ես։ Միկի, գիշերները ու ցերեկները ստեղ հագնում։ Մինի Մաուսն է նայի։ Հաջող արա Մինին։ Այժմ մտնում ենք Միկի Մաուսի տուն։ Նաոմի ջան, զոնտիկ ուզում եք։ Որ գույնն եք ուզում։ Սա Միկի Մաուսի աշխատասենյակն է եղել, այստեղ ստորագրել է իր բոլոր թղթերը Միկի Մաուսը։ Այստեղ գտնվում է ամենաառաջին Միկի Մաուսի խաղալիքը։ 1932 թվականին է ստեղծվել Միկի Մաուսը ու հենց այս տեսքն է ունեցել ամենասկզբում։ Դու գիտես, որ դա ամենաառաջին Միկի Մաուսի մուլտիկն է այնտեղ։ Այս կողը քո կոշիկն է Նաոմի։ Եղավ քո հակով փաստորեն։ Նոմի, ես ինչ հա։ Լվացքի մեքենան եմ գրացրել։ Ես ինչ հա լինում, շարժվում է նայ։ Մամա, հիմա ես այս լվացքները հավաքեմ ու գնամ։ Օրո։ Լվացքները չեմ հավաքել։
հավաքենք։ Այս լվացքները չենք կարող հավաքենք։ Դե գնանք գոնե Միկին հանդիպենք, ասենք արի լվացքը հավաքի Միկի։ Ուրեմն սա այն գործիքն է, որը մուլտֆիլմի մեջ Միկի Մաուսը նվագում էր։ Ուրեմն միաժամանակ համ դաշնամուր է, համ թմբուկ է, համ էլ միաժամանակ հողային գործիք է։ Էդ ինչ ես անում, գիշես դու։ Հեսա մեզ կգան կանեն ստեղից։ Դիսնեյլենդում հետևորդներիցս մեկին հանդիպեցի։ Դե բարևի YouTube-ին։ Բաժանորդագրվի կարոյալիքին աշխարհի ամենալավ յութուբերն է։ Սեղ 1 միլիոնին բան չի մնացել, գնա բաժանորդագրվի։ Այժմ գնում ենք նստելու այս ատրակցիոնը։ Հուզանք հավես լինելու Չիպի Դելի անվան ատրակցիոնն է։ Դրեցինք, ծալեցինք, գնաց։ Ինչ է կատարվում, ինչ եք անում։ Իսկ գիտեք։ Չէ, տկական բանը չի դիպը։ Այս ատրակցիոնը նստելու եմ հետևորդիս հետ, պատրաստ ես։ Այո։ Սիրում ես արագ բաներ նստել։ Շատ։ Գնացինք։ Կմտածեի, որ Դիսնեյլենդում ինձ կտենաս ու իմ հետ ատրակցիոն կնստես։ Չէ։ Որով սկսեց։ Ձերքերը վեր, ձերքերը վեր։ Ձերքերը վեր, ձերքերը վեր, ձերքերը վեր, ձերքերը վեր։ Այսքան բան արա, ես ինչ կարճ էր։ Ուղիղ 45 րոպե կանգնել էինք այս ապուշության համար։ Հատ կարուսելեր մամա ջան։ Ես Ահա որ էր։ 53 տարեկանում որոշեցի նստել միացեց էմոցիաներս արտասնել բայց չստա։ Չկար, էմոցիա չկար, շատ կարճ էր։ Ոչ մի էմոցիա չկար։ Ինչ ենք ուտում։ Միկիով մարոժնի։ Այժմ ես կփորձեմ ու անկեղծ ձեզ կասեմ, կարոժնին կհասնի, թե չէ։ Խնդրեմ, այս տեսք ունի, հիմա կփորձենք։ Գնացինք։ Այո, քարա։ Չէ, իսկապես համով էր։ Բայց եթե համեմատում ես կարոժնիի հետ, մեկը կարոժնին հաղթում է։ Մի հատ նստենք հետ տանք, որ մենակ նայելով գլուխդ պտտվում է ու սիրտդ խառնում է։ Պատկեսում նստես, սա ինչ կլինես։ Կոնկրետ արդեն զգում եմ, թե էներգիաս ոնց է գնացել ու ոնց եմ հոգնել։ Ու ամեն մի ատրակցիոն նստելու համար ամենակիչը 1 ժամ հերթ է։ Ցանկանում եմ ձեզ պատմել մի քանի ապշեցնող հաստերի մասին։ Իսկ դու գիտեր, որ Դիսնեյլենդի հենց տակը կա շատ ու շատ թունելներ ու ահա որ մեծ քաղաք Դիսնեյլենդի չափ։ Այս ինչ է։ Այս կամերա է։ Բա ինչ ես անում։ YouTube-ի վիդեո եմ նկարում։ Այդ ինչ է։ Էդի գիտես ինչ է, նայ, որ հիմա ես նկարում եմ, մարդիկ կարան դնեն YouTube-ով նայեն մեզ ու ոնց որ մեր հետ ապրեն այն ամեն ինչի, ինչ որ հիմա մենք ենք ապրում, այդ է։ Հաջորդ տարօրինակ փաստը Դիսնեյլենդի մասին, որ այստեղ նույնիսկ սնունդի ուտելիքի հոտերն են ծրագրված, այսինքն դրանք իրական չեն։ Դիսնեյլենդի թիմը օգտագործում է հատուկ արհեստական հոտեր, որպեսզի մարդկանց անընդհատ սոված պահի եւ հնարավորինս շատ ուտելիքներ առնեն Դիսնեյլենդում։ Այո, օրինակ պոպկորնի եւ մսերի հոտերը դրանք իրական չեն։ Մյուս փաստը Կարիբյան ծովի ծովահենները ատրակցիոնի մասին է։ Ուրեմն այստեղ կա նման ատրակցիոն, որտեղ կմախքի ռեկվիզիտների փոխարեն օգտագործված է իրական մարդու կմախքներ, իրական մարդու գանգ, իրական մարդու ոսկորներ։ Այն ժամանակ դեռ երբ նոր էր բացվել Դիսնեյլենդը, ավելի հեշտ էր իրական մարդու կմախքներ բերել ու դնելը, քան արհեստականը սարքել ու դնելը։ Դրա համար էլ Կարիբյան ծովի ծովայինների ատրակցիոնում գտնվում են այդ կմախքները եւ մինչեւ վերջ դրանք չեն հեռացրել այստեղից։ Իդեպ այսօր կգնանք եւ դրանք էլ կտեսնենք։ Արա իսկական է էսա, նայ։ Ոսկիները հələ Հաջորդ փաստը Դիսնեյլենդի մասին, որ այստեղ կա գաղտնի գիշերային ակումբ, պատկերացնում եք մանկական այգում գտնվում է գաղտնի գիշերային ակումբ, որտեղ մուտք գործելը ասում են, որ շատ թանկ է եւ այդ գիշերային ակումբը գտնելը շատ դժվար է եւ շատ քչերը գիտեն դրա մասին։ 5-րդ տարօրինակ փաստը Դիսնեյլենդի մասին, որ այստեղ ամենուր թաքնված Միկի Մաուսներ են։ Ուշադրություն, ավելի քան 1000 Միկի Մաուս այստեղ կարող ես գտնել։ Օրինակ արձանների տեսքով, նշանների տեսքով, երբեմն Միկի Մաուսները այնպես են թաքցնում, որ դրանք չես կարող գտնել։ Մի խոսքով 1000-ից ավել Միկի Մաուսի նշաններ կան ամբողջ այգով մեկ։ 6-րդ ու ինձ համար երևի ամենաապշեցուցիչ փաստը Դիսնեյլենդի մասին, որ այստեղ պաշտոնապես ոչ ոք չի մահանում։ Այսինքն ենթադրենք, երբ մարդը գալիս է այստեղ, չգիտեմ, օրինակ ենթադրենք սիրտը վատանում է եւ նա մահանում է այգում, ապա ոչ միտեղ դա չի գրանցվում եւ Դիսնեյլենդը չի հերքում դրա մասին, որ մարդը այստեղ մահացել։ Այսինքն եթե հիմա դու մտնես Google եւ այնտեղ գրես քանի հոգի է մահացել Դիսնեյլենդում, դու ոչ մի պաշտոնական բան չես գտնի, քանի որ այստեղ Դիսնեյլենդի ասելով պաշտոնապես ոչ ոք չի մահանում։ Տարօրինակ փաստեր, ինչ խոսք։ Իդեպ ինչպես հնդկահավի բդերը Դիսնեյլենդը նաեւ հայտնի է իր թթու վարունգներով։ Եկեք փորձենք։ Ոնց է, թույա։ Թթույոտ է, բայց մի քիչ է թթու։
Այժմ Կարիբյան ծովի ծովահենների հերթի մեջ են։ Գնանք տեսնենք թե ինչ ատրակցիոն է սա։ Հիշում եք որ պատմում է որ իրական մարդու կմախքներ կան ներսում։ Նստացեք բոլորդ լավ նստել եք։ Նստել եք։ Մենք արդեն ներսում ենք։ Որես ինչ մութ հա։ Այ ջուր եղանք։ Ամբողջովին ջրի միջով ենք գնում։ Արա ինչ հավես է։ Արա իսկական է էսա նայ։ Փաստորեն այդ փաստը որ ասում են գանգերը իրական մարդու գանգ է, նայ Ռաֆո։ Ոսկիները հələ, օրա։ Կարծես իրական ծովամարտի միջով անցնենք, ամեն ինչ ահավոր բնական ու հավես է սարքած։ Բոլորը մանեկեններ են ու այնպես բնական է սարքած, որ ընդհանրապես չի տարբերվում իրական մարդկանցից։ Ասենք պրոֆեսիոնալիզմը այսպես պետք է լինի։ Դու էլ ես այդպես կարծում։ Ինչպես ասում եք, բանտարկյալները համոզում են, որ շունը բանալին տա ու իրենք փախնեն բանտին։ Ուղղակի իդեալական ամեն ինչ բեմադրված։ Աստված իմ, ես ինչ նման է իրական Ջոնի Դեպին, մեկին մեկ նույն կերպարն են ստացել, ուղղակի ընտիրեր։ Փաստորեն օնլայն ճիշտ էր գրված, որ ներսի կմախքների մեծամասնությունը փաստորեն իրական մարդու կմախքներ է։ Նոր խաղալիքներ ունես։ Այո։ Էս ինչ լավն է։ Էս հետևի բանը դնում ես։ Արա խոսում է։ Հոգնել ես։ Ուզում ես գնաս տուն քնես։ Աշկից Նաոմի էներգիաները սպառվել արդեն։ Մի արագ։ Պրեցելները Միկի Մաուսի տեսքով։ Հատախում ենք այս բաների մեջ եւ գնացինք։ Ուղղակի խմորա։ Ահավոր է, ուղղակի ահավոր վատնա։ Ես էլ եմ այդ կարծիքին անկեղծ։ Ահավոր է, ուղղակի ահավոր վատնա։ Իչի գնանք կայես կան նստենք։ Ասում է իջազրու գարկի։ Լմիատ իչի էլի։ Վերջը պտտվող բաժակները նստում ենք, մի հատ լավ սրտներս խառնի, գլուխներս վրա ու վերջում լավ հավեսով սենց ջիգյարով հետ տանք։ Մինչև պտտվող բաժակների մեջ նստելը իմ ձեռքում գտնվում է չուրոս, որը առաջարկում եմ հիմա փորձարկենք, որ հետո հավեսով հետ տանք։ Գնացինք։ Ջարի տարած խմորա վրան պեսոկ ու դարչին, ահավոր համով է։ Գնացինք նստելու։ Հեսա պտտվելու են։ Պատրաստ ես։ Գնացինք պտտվում ենք Նաոմի։ Արա լավ չեմ գլուխս վռվա։ Դետս ետս խառնելու է։ Մերնից հերվանում Դուրս են գալիս։ Հեսա կանգնելու եմ գետնին գլուխս վրա անգնեմ։ Ծոք է, շատ բան։ Օրես ոնց է գլուխս պտտվում։ Very good, Այս մարդը իմացավ իսկական զվատացել եմ, ուզում էին 9-1 կանչեին։ 6 հոգի մարդ հավաքվեց։ Կրկին անվերջանալի հերթեր 1 րոպեանոց ատրակցիոնի համար։ Այս անգամ նստելու ենք հսկայական Սառցեսարը, որը բավականին արագ ու հավես ատրակցիոն է։ Պատրաստ եք։ Գնացինք։ Ինչ ես անում, Ռաֆո։ Օրես ինչ հավես է։ Որո տեսակ։ Այդն վերջում ջրի մեջ պարտադի։ Արա հավես էր բայց։ Ոնց էր ավանեցիր։ Այդ ոնց էր այդ։ Յասքանչ։ Մեր հրաշք ատրակցիոն, մեր ուրախություն։ Որ Դիսնեյը հայտնի է իր երեկոյան պարադներով, ամենահայտնի մույթ հերոսները շարժվում են այդ գլխավոր փողոցով ու շատ սիրուն է այս ամեն ինչը։ Հերթը ասավ Toys մուլտիկին, ես արդեն տեսնում եմ հերվից գալիս են։ Այս մեկի սումա լավագույնն է։ Ոնց որ իրական մուլտֆիլմի մեջ հայտնված լինեմ։ Դիսնեյի բոլոր պրինցեսաները մի վայրում։ Այս բոլոր մուլտֆիլմների տակ ես մեծացել եմ։ Ֆրոզենն է գալիս։ Այս սիրունա։ Ոսկոցիմ հրաշք։
կա։ Հսկայական սարց է տնակ են սարքել անիվների վրա։ Ու ամեն մուլտֆիլմը այսպես իր հսկայական թեմատիկայով։ Դոնալդ Դակը, Գուֆին ու Միկի Մաուսն էլ եկան։ Դիսնեյլենդի լեգենդները դե վերջում պետք է գային, չէ։ Այս ինչ սիրուն է։ Խնդրում եմ միած տեղ նայեք, այս ինչ հրաշք է։ Նույն մուլտիկի մեջին այս ինչ սիրուն է։ Պարադը ավարտվեց, այժմ այս են շենքի վրա լուսային ահա որ սիրուն ու հեքիաթային շոուի է սկսել։ Ուղղակի հիանալի է, տեսախցիկը չի կարողանում փոխանցել այդ գեղեցկությունը, ինչ հիմա իմ աչքերն է տեսնում։ Ժողովուրդ, այս ինչ տպավորված եմ ես Պարադից։ Ես sense բան իմ կյանքում չէի տեսել։ Այսքան տարի է գալիս եմ Դիսնեյլենդ, անընդհատ անկախ ինձանից բաց եմ թողել այս Պարադը։ Վերանս ուղղակի բաց է մնացել։ Ինչպես տեսնում եք, Պարադից հետո մարդկանց մեծամասնությունը արդեն գնում է Դիսնեյլենդից տուն։ Իդեպ ամեն օր Դիսնեյլենդ է այցելում 150,000 մարդ։ Պատկերացնում եք, հենց խնդրում եմ մի հատ քանակը նայեք մարդկանց։ Ասեղ գցելու տեղ չկա ուղղակի։ Ես պարտադիր ամեն հետաքրքիր վիդեոյից հետո այդ վիդեոյի հետ կապված խորհրդանիշ եմ գնում, տանում եմ ու դնում եմ ստուդիայումս ու Դիսնեյլենդից ցանկանում եմ այս Միկի Մաուսին առնել, տանել ու դնել ստուդիայից պահարանի վրա։ Ինձ թվում է շատ սիրուն է, բայց եկեք մի հատ էլ պտտվենք խանութը։ Հարություններով է զբաղված։ Խնդրում եմ միած տեղ նայեք, ինչ մտքներով է տանցնում է Դիսնեյի մուլտիկների հետ կապված այս խանութում կա։ Օր այս ինչ հավես է այս մասը։ Խնդրում եմ միած տեղ նայեք, գլուխս վրաց, ամեն ինչից ուզում եմ։ Սա մանկությանս մուլտֆիլմերն է։ Օրո, նայ ավտոյի մեջ։ Լստե։ Չեմ կողմնորոշում, որից վերցնեմ։ Հրաշք է ուղղակի։ Մանկությունը սա էլ կվերցնեմ հաստատ։ Ոնց էր այսօր վայելեցիր Դիսնեյը։ Ամենատպավորիչ պահը որն էր այսօր քո համար։ Պարադը։ Ավրորան չկար։ Ուտեմ ես քո մռութը Նաոմի։ Ահ, ես հալվեցի։ Հուսով եմ վայելերս այս սիրուն օրը ինձ հետ Դիսնեյլենդում։ Հուսով եմ փոխանցել եմ այն էմոցիաները, ինչը ես եմ ապրել այսօր այստեղ։ Ժողովուրդ 1 միլիոնին բան չմնաց, չմոռանաց փոքրացնել ու միանալ ալիքին բաժանորդագրվելով։ Դե ինչ կհանդիպենք հաջորդ շաբաթ օրը։ Ցտեսություն։